Շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա։ Եվ սա աներկելի է։ Եվ ես հպարտ եմ, որ մի քաղաքական թիմի անդամ եմ, ով ունի այդ քաղաքական հավատամքը եւ ում հաջողվել է ինստիտուցիոնալ եղանակով այլևս արմատախիլ անել Հայաստանի Հանրապետությունից կոռուպցիան առհասարակ։ Եվ վերջին 8 տարիներին մեզ հաջողվել է ստեղծել ինստիտուտներ, որոնք արդեն իրենք են, ուրեմն, ռելսերի վրա են դրվել, ժողովրդական լեզվով ասած, եւ արդեն, ուրեմն, բավականին արդյունավետ աշխատում են եւ մենք ունենք շատ մեծ թվով քրեական գործեր, վերադարձված գույքեր, ապօրինի գույքով եւ այլ քրեական գործերի շրջանակներում։ Եվ գիտեք, այստեղ շատ հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել, մենք քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի զեկույցը եւ այդ զեկույցը եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը կամ մեր ընդհանուր հակակոռուպցիոն քաղաքականությունը գալիս են քննադատելու մարդիկ, որոնք պոտենցիալ հակակոռուպցիոն կոմիտեի եւ ապօրինի գույքի բռնագազման ինստիտուտի շահառուներն են, հաճախորդները, այսպես ասած, եւ ըստ էության հայտնվել են այստեղ քաղաքական վահանով պաշտպանվելու համար, ըստ էության իրենց գողոնը պահելու համար եւ գալիս են ու դեռ մի բան էլ վերջին տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններն են փորձում քննադատել եւ նսեմացնել, բայց ինչպես այդ փոփոխությունները ունեն դեմք, ինչպես խաղաղության օրակարգը ունի դեմք, ինչպես առողջապահության համընդհանուր ապահովագրությունն ունի դեմք, ինչպես թոշակների բարձրացման փոփոխությունն ունի դեմք, ինչպես սպառազինության ձեռքբերումն ունի դեմք եւ մի շարք այլ բարեփոխող ծրագրեր ունեն դեմք, այդպես էլ կոռուպցիան ունի դեմք։ Եվ այդ կոռուպցիայի դեմք, երբ որ մենք ասում ենք, շատ արագ մեր մոտ գալիս են մեզ հայտնի դեմքերը, որոնք Հայաստանում տասնամյակներով շարունակ կերել են ամեն հնարավորը։ Մենք երեք այստեղ քննարկում ենք ուրեմն ջրային ռեսուրսների խնդիրը Հայաստանի Հանրապետության, որը շատ լուրջ խնդիր է եւ ըստ էության ենթակառուցվածքների իմաստով շատ վատ վիճակում է դեռևս գտնվում մեր երկիրը, ցավոք, բայց ինչի պատճառով է այսօր ջրի խնդիրը առաջացել մեր երկրում, որ մենք երեք ամբողջ օրը քննարկում ենք եւ հիմա էլ ստիպված ենք տարբեր միջոցներ գեներացնել, որպեսզի կարողանանք այդ հարցը լուծել։ Էլի նույն կոռուպցիայի պատճառով է, որ այսօր մի շարք համայնքներ մեր երկրում խմելու ջուր չունեն, ոռոգման ջուր չունեն, անորակ ջուր են ստանում, 24-ժամյա ջրամատակարարում չեն ստանում, ինչու, որովհետև հանել են ուրեմն խողովակները հողի տակից եւ կերել են։ Եվ հենց սրա պատճառով էլ այսօր այս վիճակն է, կոռուպցիան քաղցկեղի պես ուրեմն կերել է մեր երկիրը եւ այս մարտիկ այդ քաղցկեղի մետաստազների պես ցավոք սրտի դեռևս շարունակում են ուրեմն տարբեր դրվագներում ելույթներ ունենալ, հələ մի բան էլ մեղադրանքներ հնչեցնել, հələ մի բան էլ փորձել իրենց գողոնը պաշտպանել կամ արդարացնել։ Եվ Արծվիկ Մինասյանը նոր ասում է. դուք փորձում եք մեզ վրա բարթել 100 տարվա հանցագործությունները, նախ 100 չէ 130 ըստ էության, եթե շատ խորանանք, բայց դե որևէ մեկի վրա որևէ մարդ ոչինչ չի բարթում։ Դուք եք եղել հիմնական դերակատարները եւ դրա համար էլ ուրեմն ձեր խմբակցության մի մասը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման ուրեմն ինստիտուտի ֆիլտրով, մի մասի գույքերն են ուրեմն բռնագանձված կալանքի տակ գտնվում եւ ամենավառ կերպարը թերևս ձեր ղեկավարն է։ Հետո էլ նեղանում եք, որ ասում ենք Քոչարյանի խմբակցություն, բա որ Քոչարյանի խմբակցությունը չեք, ում խմբակցությունն եք։ Ինչու եք խուսափում ձեր ուրեմն քաղաքական ղեկավարի անունից։ Եվ իրոք, եթե ամաչում եք, եկեք այստեղ ասեք, որ դուք ամաչում եք եւ ուրեմն հայտարարեք առնվազն դրա մասին։ Հայտարարեցին Փաստորեն, փաստորեն ենթատեքստով հայտարարեցին, հուսով եմ այսօր նրանց հետ ամեն ինչ լավ կլինի, հուսով եմ նրանք այսօր չեն լինի Առագաստ սրճարանում, այո, հուսով եմ ամեն բան լավ կավարտվի Հայաստան խմբակցության այն պատգամավորների համար, որոնք նեղվում են Ռոբերտ Քոչարյանի անունից։ Այս մասով։ Եվ հետո ինչ որ մեկն էլ պատիվ ունեմ խմբակցությունից ասում է, բա այդ ինչի ԿՊԱ-ականների վրա քրեական գործեր չկան հարուցված, այդ ո՞նց է լինում, որ ԿՊԱ-ականների վրա չկա հարուցված։
Այդ ոնց է լինում, շատ սովորական է լինում, որովհետև ՔՊԱ-ականները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները ձեր կամ ձեր ուրեմն քաղաքական ղեկավարների նման չեն գրփել, լափել ամեն ինչ իրենց կառավարման տարիներին։ Որովհետև մեր կուսակցության, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները կարողանում են հիմնավորել որտեղից նրանց իրենց ավտոմեքենան, որտեղից նրանց իրենց բնակարանները, որտեղից նրանց իրենց եկամուտները։ Ով չի կարողանում հիմնավորել, հայտնվում է ուրեմն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Ամեն ինչ շատ պարզ է, եւ այդ փորձերը հավասարության նշան դնել ձեր եւ մեր միջև չի ստացվելու, որովհետեւ եւ մեր վերջին 8 տարիների գործունեությանն է մեր ժողովուրդը շատ լավ ծանոթ, եւ ձեր վերջին թերևս 30 տարիների գործունեությանն է մեր ժողովուրդը շատ լավ ծանոթ։ Ու միատել են արտահայտությունն անում։ Ընտրությունները ասում է գալիս են, դուք ձեր ողջ գործիքակազմը գործի եք դրել, որ չգիտեմ, մենք մեր ողջ գործիքակազմը գործի ենք դրել հեղափոխության հաջորդ իսկ օրվանից, որպեսզի արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան, որպեսզի ապահովենք հայ ժողովրդի բարեկեցությունը, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ խաղաղությունը, ինչը եւ մենք արել ենք։ Եվ հենց սա է ձեզ ամենաշատը վրդովվեցնում, զայրացնում, որովհետև ըստ էության այս իրականության մեջ դուք այլևս անելիք չունեք։ Եվ մի դրվագել անդրադառնամ, էլի եկան ու սկսեցին խոսել քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաքներից։ Եվ պարոն Եղոյանը իդեպ շատ ճիշտ բան է ասում, զարմանալին այն չի, որ 11 կազմակերպություն մեզ նվիրատվություն է արել, զարմանալին այն պետքա լիներ, այդ լրագրողների եւ ընդդիմության համար, թե ոնց է, որ այդ 191-ը չեն արել։ Բայց ես ուրիշ բան ասեմ, պարոն Եղոյան, հարգելի գործընկեր։ Այս իրականության մեջ շատ նորմալ է, որ ուրեմն բիզնես կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետությունում, մի քաղաքական ուժի կառավարման օրոք, որոնք իրանց տերորի չեն ենթարկում հարկային, չեն գողանում, ձեր ասացի պես թեկուզ անգամ մեկ բաժակ սուրճ չեն ուզում, որպես կաշառք այդ ապրանքներն անցկացնելու համար, այլ փաստաթղթավորում են այնպես, ոնց որ կա։ Եվ շատ նորմալ է, որ այդ կազմակերպությունները պետքա իրենց աջակցությունը հայտնեն այս դեպքում նվիրատվության տեսքով այն քաղաքական թիմին, որն ապահովում այն միջավայրը, որտեղ նրանք աշխատում են ազատ, անկաշկանդ, կարողանում են ներկրումներ անեն, արտահանումներ անեն։ Բա ում պետքա գային կներեք նվիրատվություն տային։ Քոչարյանին պետք է տային ժամանակին, Սերժին պետք է տային, հա, որ իրանց ամեն օր թալանում էր, ասես թափ էր տալի մարդկանց, թարս ոտերից բռնում էր բիզնեսմեններին, թափ էր տալի մինչև վերջին կոպեկը։ Ու այն ժամանակ այդ ձեր դրամահավաքները ընդհանրապես ինչ դրամահավաք, ձեր դրամահավաքները ոնց էր լինում։ Մտնում եք մարդկանց գրպանը, թաքուն հավաքում եք եւ ահա դարձավ դրամահավաք։ Ես մի անգամ էդ էի ասում, էլի, իրանց դրամահավաքները միշտ էլ եղել են, ուղղակի մարդիկ տեղյակ չեն եղել, որ իրանցից դրամահավաք են անում այդ պահին։ Էս է եղել ձեր քաղաքականությունը։ Եվ ընդհանրապես զարմանալու բան չկա, որ Հայաստանի Հանրապետության բիզնես միջավայրը աջակցում է այն քաղաքական թիմին, որը որ ստեղծում է միջավայր այդ բիզնեսի ազատ գործունեության համար օրենքի դաշտում։ Եվ ես կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր չկա համակարգային կոռուպցիա։ Իսկ մեր իշխանության օրոք այն մարդիկ կլինեն մեր թիմից, կլինեին մեր թիմից, կամ այլ պաշտոններ զբաղեցնողներ են եղել, որոնք փորձել են մկան պես գողանալ այս իրավիճակում, օրենքը նրանց հետ հնարավորինս խիստավարվել եւ հնարավորինս խիստավարվելու, էլ չեմ խոսում քաղաքական, ուրեմն տեսանկյունից։ Պարոն Նահապետյան, ձեզ շնորհակալ եմ ձեր զեկույցի համար եւ կատարված աշխատանքի համար եւ ձեզ հաջողություններ եմ մաղթում կոռուպցիայի դեմ պայքարի գործում եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեր քաղաքական թիմի հավատամքն է, մենք երբեք հետ չենք կանգնելու այս օրակարգից։ Շնորհակալ եմ։